Ուրեմն ես ներկայացնում եմ սկսենք նորից նախաձեռնությունը առցանց հարթակով, թվային հարթակներով ծառայություններ մատուցող տաքսու վարորդների շահերին միտված է, բարձրաձայնում ենք ոլորտի խնդիրները, այս պահին գլխավոր խնդիրն է գանձվող միջնորդավճարների մասով վերին շեմ սահմանելու հարցը, որով այս պահին զբաղվում է Հայկ Սարգսյանը, համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ, սակայն օրենսդրական նախաձեռնության գործընթացը անհասկանալի պատճառներով ձգձգվում է, ինչի համար էլ եւ մենք ստեղ ենք, դիմել եմ տարբեր գերատեսչություններ, տարբեր բովանդակություններով, չեմ ուզում առանձին այդ խնդիրներին անդրադառնալ, այս պահին գլխավոր հարցը Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությանը հրատապ ընթաց տալն է, որովհետև այն թողել ընտրություններից հետո եւ դարձնել նախընտրական, չգիտեմ, քարոզարշավի գործիք մենք համարում ենք սխալ, քանի որ խնդիրը հասարակական է եւ քաղաքականացնելը անթույլատրելի իմ կարծիքով, որովհետեւ այս ոլորտը, եթե վերցնենք պատվիրատուներին, վարորդներին, ազգաբնակչության մոտ 20-30%-ն է կազմում եւ նորմալ է, որ այդ տոկոսի մեջ կարող են լինել տարբեր քաղաքական ուժերի ոնց ասեմ, հարող կողմեր։ Այսինքն այս խնդիրը քաղաքականացնել եւ փորձել քաղաքական դիվիդենդներ խաղալ, թեկուզ այլ ուժերի, իշխանական թե ընդդիմադիր կապ չունի։ Իսկ դա կլինի սխալ։ Դրա համար պետք է ընդդիմություն եւ իշխանություն միավորվեն այս հարցի շուրջ եւ փորձել պաշտպանել Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությունը։ Ես այդ կարծիքին եմ եւ չքաղաքականացնել։ Դուք նշեցիք, որ ձգձգում են գործընթացը։ Հա, գերատեսչությունները կարծես թե նաեւ մի փոքր ընտրությունների հետ եք ասոցացնում ձգձգելու process-ը։ Չէ, ես մտածում եմ ի վերջո կձգձգվի ու չի լուծվի, որը կլինի ամենավատ սցենարը։ Ինչու կլինի ամենավատ սցենարը, միգուցե առանձին քաղաքական ուժեր իրենց նախընտրական ծրագրում մաս կդարձնեն այս հարցի լուծումը, ամեն մեկը տարբեր բովանդակություններ տալով, որը ես համարում եմ սխալ, որովհետև սա ներկա իշխանությունների պարտավորությունն է, որովհետև այս հարցի լուծումը ներկա իշխանությունների պարտավորությունն է եւ ընտրություններից հետո ապագա իշխանությունների պարտավորությունն է, այսինքն սա գործը որ պիտի արվի։ Եվ ես կարծում եմ հիմա պիտի արվի, որտեղ մենք այս պահին ունենք գործող իշխանություն։ Կխնդրեի մի փոքր նաև նախաձեռնության կարևորությունը ներկայացնեք, այսինքն դրա ինչու՞ն է կայանում դրա առավելությունները, օրինակ այդ Հայկ Սարգսյանի նախաձեռնության, այդ միջնորդավճարների վերին շեմի։ Ուրեմն բացատրեմ, քանի որ թվային հարթակները 2016 թվականից մուտք են գործել շուկա, սկզբում այդ մուտքի փուլում եղել է 0% միջնորդավճար, որից հետո միջնորդավճարը 5%-ից աճել է մինչև այսօրվա դրությամբ, եթե մենակ հարթակներին հաշվենք առանց турքերի, միջինում 20%, պլյուս հավելյալ տոկոսներ է, եթե օգտվում ես այլ պրոդուկտներից, խոսենք 20%-ի մասով, միջնորդավճարը դա ծառայության արժևորում չի, դա կառուցվածքային բաղադրիչ է։ Այսինքն օրինակի համար նախկինում 1000 դրամանոց պատվերից եթե ծառայությունը գանձում էր 10%, օրինակ 100 դրամ, այսօր այդ 1000 դրամանոց պատվերը օրինակ դարձել է 1500 դրամ, չէ՞, արժևորվել է որոշակի չափով, ստացվում է իր ծառայության արժեքն էլ է արժևորվել։ Այս դեպքում միջնորդավճարը բարձրացնելու իմաստը պետք է կայանա մենակ նրանում, եթե գործառույթային ինչ-որ արժեք ներկայացնի, ասենք ինչ-որ վարորդի խնդիր լուծի, չգիտեմ, օրինակ վառելիքի հարց լուծի կամ մեքենայի գնման հարց լուծի, արտադրական ծախսերից որևիցե մի ծախս վերցնի իր վրա, նոր այդ դեպքում կլինի տրամաբանական միջնորդավճարի ավելացումը։ Այսինքն միջնորդավճարը ինքնին չի ենթադրում հարթակների եկամտի միակ աղբյուր։ Պատկերացրեցիք, այսինքն եւ շրջանառության աճը, եւ պատվերների քանակի աճը, եւ պատվերների արժևորման աճը նպաստում է հարթակների եկամտաբերության աճին։ Գերատեսչությունները պնդում են, որ մենք իրավունք չունենք միջամտելու մասնավորի ներքին գործերին, մենք հակառակն ենք պնդում, քանի որ վարորդները չունեն բանակցային ուժ այս հարցում եւ միակողմանիա
բան արվում որոշումներ կայացվում հարթակների կողմից, այս դեպքում պետությունը ոչ թե պետքա որոշի միջամտի թե չմիջամտի, այլ պարտավոր է միջամտի։ Ես այս կարծիքին եմ։ Քանի որ նախաձեռնության հեղինակը Հայկ Սարգսյանն է, կարծում եմ տեղակ եք, որ մի փոքր խնդիրներ ունի նաև հենց իր քաղաքական թիմի հետ, միգուցե դա էլ է պատճառը, որ չեն։ Եթե կա, ես տեղյակ չեմ այդ խնդիրներից, բայց ելի եմ կրկնում, քանի որ հարցը սոցիալական է, այս քաղաքական խնդիրները պետք է դնենք մի կողմ։ Ելի եմ ասում, ես այն կարծիքին եմ, որ ոչ թե Հայկ Սարգսյանի, եթե կա այս խնդիրներ, ներկուսակցական խնդիրներ կան, ոչ թե մենակ իրանք պետք է խնդիրները մի կողմ դնեն, այլ նաև ընդդիմությունը իշխանության հետ այս հարցում պետք է օգնի, այս հարցը լուծվի։ Եվ մենք սպասում ենք այս քաղաքական դաշտի օգնությամբ այս հարցը լուծվի, ոչ թե իրար հակադրություններով կամ չգիտեմ, տարբեր խոստումներով ինչ որ ձայներ կորզելու ճանապարհ ընտրելով։